Բացի բուն պատերազմներից, բացի ռազմական գործողություններով ընթացող պատերազմներից, հիմա հայ ժողովուրդը ենթարկվում է հարձակման իր ինքնության ու գաղափարախոսության վրա եւ դրա ամենահավաքական կերպարը հենց Արարատ լեռն է եւ մենք տեսնում ենք, որ արտաքին ու ներքին հարձակումները Արարատ լեռը որպես սիմվոլ հեռացնելու եւ այլն բավական ակտիվ են եւ դրանք ոչ թե պատահական են, ոչ թե կոնյունկտուրայի կամ պահի հետևանք են, այլ շատ խորքային քաղաքականության դրսևորումներ են եւ կարծում եմ նույնիսկ զրոյական կետ չի, մենք ավելի ներքև ենք, որովհետեւ ոչ միայն վերջին 30 տարվա ձեռքբերումներն են փոշիացվել եւ ամենավատը որ այդ փոշիացումը շարունակվում է մեծ այսպես ուժով եւ ներսից գործող իշխանությունների կողմից եւ արտաքին ուժերի կողմից եւ կորցվել է նաեւ հարված է հասցվում ոչ միայն 100 տարի առաջվա սիմվոլներին ձեռքբերումներին, այլև կարելի ասել մեր ժողովրդի ընդհանուր պատմության ընթացքում ստեղծվածներին եւ մենք ոչ միայն պետք է պայքարենք դա վերականգնելու կամ պահպանելու, այլև այս հարձակումները կասեցնելու, որովհետեւ հարձակումները չի ավարտվել, պայքարը փաստորեն աստիճան է, մի կողմից պատասխանել ներկա հարձակումներին, մյուս կողմից փորձել վնասները վերականգնել, բայց ավելի ես կարծում եմ պետք է լավատես լինենք, իհարկե տարբեր ժամանակներում նման հարձակումների ենթարկվել է մեր պետությունն ու մեր ինքնությունը, բայց դրանք շատ հաճախ եղել են արտաքին հարձակումների հետևանքով, թաթարների, մոնղոլների, թուրքերի, բայց հիմա երբ որ հասարակության ներսում եւ իշխանության մեջ կան այդպիսի մտածողության որոշակի օղակներ, որոնք շարունակում են քանդել այդ հիմքերը, դա կարծում եմ մեր ամբողջ պատմության ընթացքում իրոք աննախադեպ է եղել։ Անգամ սովետական շրջանում սովետական Հայաստանի ղեկավարները փաստորեն նաև իրենց անձով կարողացել են անգամ սովետական պատնեշները մի փոքր հաղթահարելով ինչ որ քայլեր անել, ցեղասպանության հուշարձան կառուցել, Արարատը զինանշանում պահել, հիշողությունը վերականգնել, անգամ սովետահայ գրականությունը իր բնույթով ընդգծված ազգային է եղել եւ միանշանակ գոյություն ունեցող այս արատավոր մտածողությունը, որը իշխանության ղեկին է հիմա գտնվում, այդ մտածողության հեռացումը շանս է տալու եւ արտաքին աշխարհում ավելի շահեկան դիրքում ներկայանալ եւ ներքին այսպես այս անդունդը որտեղ մենք հայտնվել ենք եւ ներքին այս երկպառակությունն ու փոխադարձ ատելությունը որ կա այդ ամենը կասեցնում միանշանակ պարտվածի ազգային արժանապատվության գիտակցումը չունեցողի ազգային հիշողության հանդեպ զրոյական հարգանք ունեցողի պարագայում այս ամենը անել ուղղակի անհնար է դրա իշխանության չլինելու պարագայում եւ լծակների չտիրապետելու պարագայում դրան հասնելը ավելի հեշտ է տեսեք այդ լծակները այդ մարդիկ ովքեր հիմա պետական լծակներով են հարվածում մեր ինքնության նախկինում ինչ որ մամուլի միջոցների էին տիրապետում դրանով էին հարվածները ավելի թույլ էին իսկ հիմա հարվածները շատ ավելի զգալի են բայց ես կարծում եմ որ այլընտրանքը հանձնվելն է իսկ հանձնվել պետք չի